Ինչ որտեղ նաև հաճելի անակնկալներ ներկայացնել։ Իդեպ ասեմ, այսօր այդ օրերից մեկն է, քանի որ մեր հանրաճանաչ աստղաբան, կառավարման հոգեբան Գայանե Սարգսյանը այսօր տաղավար է եկել իր աշակերտուհու, իր առաջին շրջանավարտներից մեկի Արևիկ Մանգասարյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Ղուշյան, բարև ձեզ, սիրելի հետևորդներ, անակնկալների շարքը շարունակվում է։ Ես միայն ավելացնեմ, որ Արևիկ Մանգասարյանը Կապանի Grand Hotel համալիրի տնօրենն է, ուսումնասիրել է Գայանեի մոտ աստղաբանություն եւ Գայանե պատրաստվի մի հարցի, որը քիչ հետո ձեզ կտամ, խոսքը վերաբերում է բիզնեսին եւ աստղաբանությանը, իսկ Գայանեին մինչ այդ քննի ներկայացնել մեր այսօրվա շատ համակրելի հյուրին։ Արևիկին ճանաչում եմ, մեկ տասնյակը արդեն բոլորել է, 10-15 տարի ինքը կներկայացնի ինչպես է եղել հանդիպումը, ինչպես է գտել ինձ։ Արևիկը իմ առաջին շրջանավարտներից է աստղաբանության, 10 տարի առաջ պատկերացնեք սիրելի հետևորդներ, հիշում եք չէ, որ ասում էի 10-15 տարի աստղաբանության այդ ափերին եմ դեգերում։ Առաջին շրջանավարտներից է եւ Արևիկը իր կյանքի տարբեր փուլերում եւ իր բիզնեսի ստեղծման այդ իսկ օրվանից կարծում եմ, որ աստղաբանությունը իր հետ համահունչ տարել է։ Ես կփորձեմ խոսքը տալ Արևիկին, Արևիկը թող պատմի։ Արևիկ, դժվար չէ Գայանեին աշակերտելը։ Չէ, մենք արդեն վաղուց ծանոթ ենք։ Եվ մենք հա այդ աշակերտական փուլը արդեն տեղափոխվել է անձնական փուլ, ավելի հարազատորեն ենք, ավելի մտերիմ ենք, այո։ Իսկ մեր ծանոթությունը սկսվեց այնտեղից, երբ ես ռուսական դաշնությունից տեղափոխվեցի ընտանիքով Հայաստան եւ ինձ չբավարարող հարցերի պատասխանները փորձեցի գտնել աստղաբանության միջոցով, էզոտերիկայի միջոցով եւ Հայաստանում փորփրելուց ով կա, ով չկա, ինչ մասնագետ կա, ես գտա Գայանեին։ Հենց առաջի անգամ հանդիպեցի եւ այսպես ասած համակրելի դարձավ Գայանեն ու վստահություն ներշնչեց։ Սկսեցի հաճախել պարբերաբար ու ես առաջարկեցի, որ միգուցե դուք ինձ դասեր տաք։ Մեծ հաճույքով Գայանեն համաձայնվեց ու մենք սկսեցինք ավելի սերտորեն շփվել ու ես դասեր վերցրեցի իրենից։ Մեր դասերը մոտավոր 6 փուլ, 10 փուլ, ավելի հստակ։ Այս փուլերը ավարտելուց հետո մեր հարաբերությունները չխզվեցին, ավելի սերտորեն եղավ, մենք ավելի սկսեցինք շփվել, ուրիշ ավելի հետաքրքիր առիթներ եղան հանդիպման եւ այսպես